Հիդրոթերապևտաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը հուլիսի 22-ից 28-ը։ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։ Կենտրոնում ամբողջ շաբաթ, Արաբկիրում հուլիսի 22-ին և 28-ին։ Հուլիսի 22-ին ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան միայն կենտրոնում։ Ուկրաինայի մայրաքաղաք Կիևը գիշերը ենթարկվել է զանգվածային հարձակման, զոհվել է 9, վիրավորվել 27 մարդ։ Հարվածներ են հասցվել միանգամից 5 շրջանների, որտեղ գտնվող լոգիստիկ կենտրոնները ըստ Դաշնության պաշտպանության նախարարության օգտագործվել են տարբեր նշանակության հրթիռային զենքերի, անօդաչու թռչող սարքերի, ռադիոտեղորոշիչ կայանների և ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցների արտադրության, պահպանման և առաքման համար։ Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Կիևը Արևմուտքի աջակցությամբ ակտիվացրել է Ռուսաստանի քաղաքացիական բնակչության դեմ հարձակումները։ Նրա խոսքով վերջին շաբաթվա ընթացքում Ուկրաինայի զինված ուժերի հրետակոծությունների և անօդաչու թռչող սարքերի հարվածների հետևանքով զոհվել է առնվազն 61 մարդ, ևս 327-ը վիրավորվել են։ Զախարովայի պնդմամբ զոհերի և վիրավորների թվում կան նաև երեխաներ՝ 1 զոհ և 13 վիրավոր։ Արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցչի խոսքով այս գործողությունները կատարվում են արևմտյան երկրների լիակատար հավանությամբ, որոնք նրա պնդմամբ զինում են Կիևին։ Նա նաև հայտարարել է, որ Ռուսաստանի շրջանների դեմ իրականացվող հարձակումների ներգրաված բոլոր կողմերի գործողությունները փաստագրվում են, եւ դրանք ըստ նրա ավելի են սրում միջազգային իրավիճակը եւ հեռացնում խաղաղության հեռանկարը։ Ռուսաստանի արտգործնախարարության ներկայացուցիչը կոչ է արել միջազգային հանրությանը դատապարտել Ռուսաստանի խաղաղ բնակիչների դեմ հարձակումները եւ հրաժարվել Կիևին ռազմական ու քաղաքական աջակցությունից։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ պատերազմի սկզբից ի վեր գլխավոր փոփոխությունն այն է, որ նախաձեռնությունը այլևս Պուտինի ձեռքում չէ։ Նա նշել է Ուկրաինայի ահռելի կորուստները՝ մոտ 50,000 զոհված եւ 400,000 վիրավոր զինվոր, ինչպես նաեւ հսկայական թվով անհետ կորածներ։ Զելենսկու խոսքով Ռուսաստանի մարդկային մեծ ռեսուրսներին հակազդելու եւ սեփական զինվորների կյանքը փրկելու համար Կիևը պետք է շեշտը դնի ռազմական տեխնոլոգիաների կիրառման վրա։ Մինչդեռ ռուսական կողմը ըստ նրա ամսական կորցնում է շուրջ 30,000 զինվոր։ Ուկրաինայի ղեկավարը ափսոսանք է հայտնել, որ Ղրիմի վերադարձի հարցը դեռ օրակարգում չէ եւ նշել, որ թեև հողն ու պատմությունը չափազանց կարևոր են, բայց մարդկային կյանքեր չկորցնելը մնում է գերագույն առաջնահերթություն։ Զելենսկին հայտարարել է, որ Եվրոպան այժմ էապես է փոխվել եւ տարակուսել, թե ինչու Ուկրաինային մինչեւ օրս չեն հրավիրել միանալ ՆԱՏՕ-ին։ Միացյալ Նահանգները հնարավոր է ռազմական հարվածներ հասցնի Իրանին հանգստյան օրերի ընթացքում, հայտնել է ամերիկյան CNN հեռուստաալիքը։ Լրատվամիջոցի աղբյուրները սակայն շեշտել են, որ Վաշինգտոնը դեռևս վերջնական որոշում չի կայացրել այս հարցում եւ չի բացառվում, որ նախատեսվող ռազմական գործողությունը ի վերջո ամբողջությամբ չեղարկվի։ ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ Վաշինգտոնի նպատակը հաղթելն է եւ թույլ չտալը, որ Իրանը միջուկային զենք ունենա, ընդգծելով, որ եթե չեղարկված չլիներ Օբամայի օրոք կնքված միջուկային համաձայնագիրը, Թեհրանն արդեն միջուկային զենք կունենար ու Մերձավոր Արևելքն ու այլ տարածաշրջաններ կոչնչացվեին։ Թրամփի պնդմամբ Իրանը գտնվում է ծանր վիճակում, չունի ռազմածովային ու ռազմաօդային ուժեր, սակայն անգամ այս պայմաններում Միացյալ Նահանգները շարունակելու են ճնշում գործադրել։ Վարչակազմի ներկայացուցիչներն էլ հավելել են, որ 2025 թվականի մարտից սկսված ու նախագահի հրամանով իրականացվող տնտեսական սահմանափակումների հետևանքով Իրանի խոշորագույն բանկը արդեն փլուզվել է, երկրում գրանցվել է 180%-անոց գնաճ, ինչի պատճառով Իրանի իշխանությունները անգամ ի վիճակի չեն վճարել իրենց զինվորներին։ Իսպանիայի Սեուտա անկլավում տեղի ունեցած զանգվածային միգրացիոն ճգնաժամի ժամանակ 60,000 միգրանտներից 48,300-ը կարճ ժամանակում կամավոր վերադարձել է Մարոկո, պայմանավորված ստեղծված ծանր ու քաոսային պայմաններով։ Ըստ պաշտոնական տվյալների 57-ը մահացել են սահմանը հատելիս։ Իսպանիայի իշխանությունները տեղի ունեցածն անվանել են Իսպանիայի տարածքային ամբողջականության խախտում։ Ավելի վաղ հայտնել էինք, որ Մարոկոից հազարավոր միգրանտներ շրջանցել են արգելապատնեշները եւ լողալով հասել իսպանական ափեր։ Մադրիդը բանակ է տեղակայել սահմանային անվտանգությունն ուժեղացնելու եւ քաղաքացիական գվարդիային աջակցելու նպատակով։
Իտալիայի հարավում Նեապոլում եւ նրա շրջակայքում 4.7 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել, որի հետևանքով առնվազն 21 մարդ տուժել է, նրանցից 2-ի վիճակը ծանր է։ Իտալիայի երկրաֆիզիկայի եւ հրաբխագիտության ազգային ինստիտուտի տվյալներով երկրաշարժը հստակ զգացվել է Նեապոլի ամբողջ տարածքում եւ հարակից բնակավայրերում, հատկապես Կամպիֆլեգրեի շրջանում, որտեղ էլ գտնվել է էպիկենտրոնը, Նեապոլից մոտ 6 կիլոմետր հեռավորության վրա։ Այս երկրաշարժը վերջին 40 տարվա ամենաուժեղն է իտալացիների համար։ Պակիստանի ածխահանքում պայթյունի հետևանքով 32 հանքափոր է զոհվել։ Ողբերգության պատճառը կուտակված մեթան գազն է եղել։ Պայթյունի պահին ստորգետնյա հատվածում գտնվել է 36 մարդ, ընդ որում զոհվածներից 3-ը փորձել են մյուսներին փրկել։